Հայաստանի միջազգային պահուստները 2025 թվականի մարտին ավելացել են հասնելով 3.9 միլիարդ դոլարի։ Մարտին դրամի փոխարժեքն ընդհանուր առմամբ կայուն էր դոլարի նկատմամբ, բայց արժե զրկվել է ռուբլու նկատմամբ։ Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում Միացյալ Նահանգներում, ապա ձեր նկատմամբ կարող է կիրառվել Միացյալ Նահանգներ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունից։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի ու ելքի տվյալները, եւ նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ 3 օրում 5500 դիմում է ստացվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության նոր հրատապ ծրագրով, ինչի անհրաժեշտությունն առաջացավ կեցության ծախսերի աջակցության ծրագրի դադարեցումից ապրիլի 1-ից հետո։ Նոր ծրագրի շահառու են այն ընտանիքները, որոնց մեկ անդամի եկամուտը չի գերազանցում 55000 դրամը։ Վճարումները կսկսվեն մայիսի 15-ից եւ կշարունակվեն մինչեւ դեկտեմբեր։ Ապրիլի 21-ից ապրիլի 27-ը մետրոպոլիտենը սպասարկել է 466890 ուղևոր։ Մետրոպոլիտենի բոլոր կայարաններում գանձապահները վաճառում են QR կոդեր, կիրառելի են նաև բանկային քարտերով վճարումները։ Համաշխարհային ռազմական ծախսերը 2024 թվականին հասել են գրեթե 2.72 տրիլիոն դոլարի, հատկապես արագ աճ է նկատվել Եվրոպայում եւ Մերձավոր Արևելքում, որտեղ Միացյալ Նահանգները, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան եւ Հնդկաստանը կազմում են աշխարհի պաշտպանական ընդհանուր ծախսերի 60%-ը։ Համաշխարհային ՀՆԱ-ի ռազմական կարիքներին հատկացվող մասնաբաժինը տարեվերջին հասել է 2.5%-ի։ Ուկրաինայի արտաքին պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է ՀՆԱ-ի 100%-ը, ինչը ըստ էության նշանակում է սնանկացում։ Դեռ հունվարին հաղորդվեց, որ 2024 թվականին Ուկրաինայի պետական պարտքը կհասնի ՀՆԱ-ի 92%-ին, գերազանցելով 165 միլիարդ դոլարը։ Մի քանի ամիս առաջ այն գնահատվում էր 155 միլիարդ դոլար։ Սաուդյան Արաբիան եւ Քաթարը պատրաստվում են մարել համաշխարհային բանկին Սիրիայի պարտքի մոտ 15 միլիոն դոլարը։ Այս քայլը կարող է ճանապարհ հարթել երկրի կաթվածահար պետական հատվածի վերականգնմանը եւ աջակցությանը նպաստող միլիոնավոր դոլարների դրամաշնորհների հաստատմանը։ Այս տարվա առաջին եռամսյակում Թբիլիսիում բնակելի անշարժ գույքի գները նախորդ տարվա հունվար-մարտ ամիսների համեմատ աճել են 11.5%-ով։ Թբիլիսիում նոր բնակարանների գները տատանվում են 3500-ից մինչև 6-8 լարի 1 քառակուսի մետրի դիմաց։ Հայաստանը 2020 թվականի հոկտեմբերին արգելեց թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը, քանի որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանից բացի Հայաստանի դեմ ռազմական գործողություններին ներգրավվեց նաև Թուրքիան։ Դրանից մեկ տարի անց միայն 2021 թվականին Հայաստանը որոշեց վերացնել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը դեպի Հայաստան։ Եթե 2021-ին Թուրքիայից Հայաստան էր ներմուծվել 73 միլիոն դոլարի ապրանք, 2024-ին ցուցանիշը հասավ 336 միլիոն դոլարի։ Թուրքիայից Հայաստան հիմնականում ներկրվում է արտադրական հումք ալյումինե ձողերից մինչև մաքրող միջոցներ։ Տնտեսական ոլորտի ներկայացուցիչները ընդգծում են, թուրքական ապրանքի մուտքը Հայաստան արգելելու համար պետք է զարգացնել տեղական արդյունաբերությունը։ Թուրքական գյուղատնտեսությունը մասշտաբի էֆեկտով բավականին հզոր է, բանջարաբոստանային որոշակի կուլտուրաների առումով համաշխարհային շուկայի առաջատարներից է Թուրքիան հանդիսանում։ Մեր շուկան ինչքան թուրքական այդ ապրանքները կլանելու ունակություն ունի, կլանվում է, գալիս է մեր շուկա, գալիս է երրորդ երկրի միջոցով։ Այստեղ այլ է, որ ասենք մեր տնտեսության որոշակի հատվածները պետք է պաշտպանվեն, ասենք մասնավորապես գյուղատնտեսությունը պետք է պաշտպանվի։ Հետաքրքրականն այն է, որ Հայաստանից Թուրքիա 336.3 միլիոն դոլար առևտրաշրջանառության մեջ միայն 0.1%-ն է կազմում արտահանումը, որը կես միլիոն դոլարի էլ չի հասնում։ Տնտեսական ոլորտի մասնագետները բացատրում են, որ Հայաստանից Թուրքիա արտահանման ցածր ցուցանիշները պայմանավորված են հիմնականում այն հանգամանքով, որ Թուրքիայի կառավարությունը արհեստական խոչընդոտներ է ստեղծում։ Կես միլիոն դոլար չի հասնում, բարի է եղել 1000 դոլարի արտահանում է ստացել, դրանք որ ուղղակի կարելի ասել դա կոպիտ ասած հայկական արտադրանքը թուրքական շուկային չի դարձնում։ Մենք ապրանք չունենք, նախ սահմանափակում գոյություն ունի, հայկական ապրանքների նկատմամբ կարծես թե Բաքուի որոշակի էլեմենտները պարունակում են, բայց մեր ապրանքների նկատմամբ ընդհանրապես պահանջարկ չկա։ Ինչ պետք է արտադրենք, որ
կարողանանք, ասենք, թուրքական շուկայում դա որպես պրոդուկտ ներկայացնել։ 2022 թվականին ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ոսկու մեծ ծավալներով արտադրանքը Հայաստանից Թուրքիա ևս հասավ։ Այդ տարի Հայաստանից Թուրքիա արտահանման ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել $61 միլիոն։ Անցած տարվա ընթացքում առևտրային բանկերով Հայաստանից Թուրքիա ուղարկված $11 միլիոն համարժեք գումարները եղել են հիմնականում առևտրային նպատակներով կատարվող փոխանցումներ։ 2023-ին Հայաստանից Թուրքիա դրամական փոխանցումները կազմել են $16 միլիոն։ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն 2026 թվականի ապրիլի 15-ից երկրորդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։ Ներկայումս երկրորդ սերնդի թղթադրամների հիմնական զանգվածը ունի բարձր ֆիզիկական մաշվածություն եւ շրջանառության մեջ գտնվող 1000 դրամ, 5000 դրամ, 10000 եւ 20000 դրամ անվանական արժեքով թղթադրամների զանգվածի հիմնական մասը կազմում են երրորդ սերնդի թղթադրամները։